Արթուր Խաչիկյան, միջազգայնագետ։ Փոշին նստել է, հույզերը մի քիչ հանդարտվել են։ Հիմա արդեն կարելի է մտածել, թե ինչ տեղի ունեցավ կիրակի օրը։ Իշխանությունը մոբիլիզացրեց իր ամբողջ քարոզչական բանակը, իր բոլոր ինֆոհարթակները, հանրայինի առաջին ալիքը իր աղանդի բոլոր անդամներին։ Նրանց հետևում կանգնած էին տասնյակ արևմտյան խորհրդատուներ, միլիոնավոր դոլարներ։ Արևմտյան խորհրդատուները շարունակում են ղեկավարել նրանց եւ սովորեցնել ռազմավարություն, կազմակերպում, մարդկանց մանիպուլացնելու տեխնոլոգիաներ։ Տեղական ընտրություններում սա ավելի շուտ հայտնի տեղական տեխնացուի հաղթանակ էր, ոչ թե ամբողջ կուսակցության։ Շատ ընտրողներ նույնիսկ չգիտեին, որ իրենց տեխնացուի հետևում թաքնված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նույնիսկ այդ աղանդի առաջնորդը չեկավ, հասկանալով, որ իր իմիջը կվնասի գործին։ Ընդդիմության տեխնացուները վատ արդյունքներ ցույց չտվեցին, կային նաև հաճելի անակնկալներ։ Ընդդիմադիր մի քանի կարևոր ուժեր ընտրություններին չմասնակցեցին։ Անհասկանալի է, թե ինչպես էին տներում գրանցված մեռած հոգիներ կամ կողմնակի անձինք։ Ինչու լույսերը նորից անջատեցին։ Նրանց, ովքեր ցնծում էին եւ հրավառություն դիտում, օգտակար կլիներ գիտակցել, որ քվեարկելով այս մարդու կուսակցության օգտին, նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցրել այն ամենի համար, ինչ նա անելու է հետագայում։ Երբ հարց բարձրանա Տիգրանաշենը հանձնելու մասին, ինչից հետո Սյունիքը կկտրվի Հայաստանի մնացած մասից, մենք կնայենք ձեր էյֆորիկ տեսանյութերը, երաժշտությունն ու փողոցային պարերը եւ կհիշենք, որ դուք ձեզ վրա պատասխանատվություն եք վերցրել անկլավների հանձնման հետևանքների, Սյունիքի իսկ հետո երևի թե նաև Սևանի կորստի համար։ Այնպես որ պետք չէ այդքան ուրախանալ եւ Աստծուն զայրացնել։ Ընդդիմությունը տեղ-տեղ լավ արդյունքներ ցույց տվեց։ Որոշ խմբեր ճիշտ հետևություններ արեցին, բայց կան նաև բացթողումներ։ Երբ շատ կարևոր խնդիրներ ես լուծում, պետք է ճիշտ ընտրել թիմդ, գտնել պրոֆեսիոնալ, փորձառու մարդկանց, որոնք իրենց հետևում ունեն բազմաթիվ հաջողությամբ լուծված խնդիրներ։ Այսպես ասած, success stories։ Պաշտամունքի անդամներն ունեն արևմտյան խորհրդականների լավ կազմակերպված թիմ, զինված միջև ատամները տեխնոլոգիաներով ու դոլարներով, բայց ընդդիմության մեջ ոչ բոլորն էին պատրաստ պայքարել այդ տեխնոլոգիաների դեմ։ Երբ գնում ես կարևոր ընտրությունների, չպետք է հրավիրես նույն մարդկանց, որոնք նախորդ 5 անգամ ձախողել են բողոքի շարժումը, ովքեր ոչ մեկին չեն լսում, ամեն ինչ գիտեն, որևէ մեթոդաբանություն եւ տեխնոլոգիա չեն ընդունում, նոր մարդկանց մոտ չեն թողնում։ Պետք է սովորել ավելի լավ աշխատել գյուղական բնակչության հետ, հասկանալ նրանց տրավմաները, վախերը, կարիքները, ընդ որում դա անել նախքան նրանց կսկսեն մանիպուլացնել առաջին ալիքի քարոզիչները եւ ՔՊ-ի մնացած քարոզչական մեքենան։ Պաշտամունքի անդամները լավ կազմակերպված են, ֆինանսավորված եւ շատ լավ գիտեն ինչպես մանիպուլացնել մարդկանց։ Պետք է սովորել հաղթել նրանց։ Պետք է ավելի լավ աշխատել մարդկանց հետ տեղերում։ Տեղի ունեցածի վերլուծությունը կշարունակվի առաջիկա օրերին։